Ձեզ Նիկոլ Փաշինյանը WhatsApp-ով նամակներ գրում է։ Լավ կլինի տափակ հարցեր չտանք։ Օրինակ Նիկոլ Փաշինյանից խոսեցինք, մի հատ շատ Դες լավ հաստատ, ինչ տարբերություն ինքը WhatsApp-ով է գրում, զանգում է, չգիտեմ, TikTok-ով է գրում, թե չի զանգ, ինչ տարբերություն։ Հարցազրույցի տեղերով Հա, փոխվեցինք։ ինչ տարբերություն։ Տրենդային է WhatsApp-ը, պարոն Ղազարյան։ Այդ տրենդային չէ, դուք եք տես տրենդային դարձում։ Դա տրենդայինը պետք է իմաստ լինի տրենդի մեջ։ կարելի։ Ո՞րն է։ Որ չլներ չենք տարած։ Ո՞րն է։ Այն որ շատ բարձր մակարդակի որոշումներ կայանում են WhatsApp-ով։ Լուրջ եք ասում։ Հա, չի չէ։ Ունեք հենց մի որոշում ասեք։ Պաշտոնակությունները։ Պաշտոնակությունը դա քաղաքը բան չի, որոշումներ չեն։ Մարդը գործից հանում է մարդուն։ Եվ 10 անգամ այդ մարդիկ ասել են, որ WhatsApp-ով չի։ Այդ մարդը այդ որոշումը բացատրել։ Մի խոսքով լավ։ Հիմա WhatsApp-ով։ Ձեր թույլտվությամբ մի տապակ հարց էլի Նիկոլ Փաշինյանից խոսեցինք։ Ձեր հարցազրույցներից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հետ Նիկոլ Փաշինյանն ասում է ինքը եղել է բոլոր իշխանությունների ընդդիմադիրը եւ դուք բոլոր իշխանություններին լոյալ լրագրող եք։ Իշխանափոխությունից հետո ձեր հարցազրույցներից մեկի ժամանակ է ասել։ Դա ուղիղ եթերով եղել է։ Ասել է։ Ես ասում չի ասել։ Ուրվա գծում ա եղել, երբ որ կենտրոնի մեկ Հա, աշխատում։ այն ժամանակ։ Հա։ Իշխանափոխությունից հետո հանդիպել եք իր հետ, այդ հարցը քննարկել եք իր Հա, հետ։ որ ես իր հետ դրանից հետո Այդ հարցի շուրջ ինչ որ խոսակցություն եղել է։ Չի, իհարկե չի եղել։ Մենք այնտեղ ավելի սուր բաներ ենք իրար ասել։ Ու ինչ։ Ինչ եք ասել, մի քիչ փակագծեր կվասել։ Շո ինքը ինչ որ բան ա ինձ ասել, ես իրան քննադատել եմ։ Ինքը այն ժամանակ ակտիվ լրագրող էր։ Այդ չի կարևորը, կարևորը գիտեք ինչն է, որ ես այն ժամանակ որ իրան կանչում էի հյուր, հետո իմ կյանքը դժոխք էին դարձնում։ Թե ինչի ես դու դիմադրի կանչել։ Հիմա մենք աղաչում ենք դիմադրիներին, որ գան հյուր։ Այդ է կարևոր։